Բարև ձեզ, ես Սյունեն եմ, ճարտարապետ դիզայներ, և սա իմ հեղինակային ծրագիրն է, ինտերիեր դիզայնի արվեստը։ Ուզում եք վերանորոգել ձեր բնակարանը, չգիտեք ինչից սկսել։ Այսուհետ հետևեք այս ծրագրին և ես կօգնեմ ձեզ իմ բազմամյա փորձից ելնելով։ Ինտերիերի ստեղծման յուրաքանչյուր փուլ շատ կարևոր է, քանի որ դա շարունակական ընթացք է, մի փուլը շարունակում է մյուսին։ Կա մի փուլ, որը շատ էսթետիկ եւ հաճելի փուլ է, դա տեքստիլի ընտրությունն է։ Այսօր կխոսենք վարագույրի ընտրության մասին։ Վարագույրի դերը ինտերիերում։ Շատ ժամանակ ստեղծվում է թյուր կարծիք, որ վարագույրը դա ընդհանրապես պատուհանի դեկոր է։ Վարագույրի ձևը, ոճը, գույնը, տեքստուրան, այդ բոլորից կախված է ինտերիերի վերջնական տեսքը։ Եկեք ավելի մանրամասն քննարկենք այս դեկորի դերը։ Ինտերիերում վարագույրը կարգավորում է լույսի ընկալումը, արևի ճառագայթների ներթափանցումը բնակարան, որը ժամանակ առ ժամանակ կարող է խանգարել բնակիչներին, ստեղծելով անհարմարավետություն։ Օրինակ, այս խնդիրը ավելի ակտուալ է ննջարանում, երբ արևի ճառագայթները ընկնում են քնած մարդու աչքերին և ծակծկում են։ Վարագույրը ոչ միայն պաշտպանում է արևի ճառագայթներից, այլ նաև անցանկալի հարևանների հայացքից և ավելորդ ձայներից, քանի որ հաստ վարագույրը նաև աշխատում է որպես ձայնամեկուսիչ։ Այսօր մենք ունենք մեծ հնարավորություն վարագույրի ընտրության մեջ, քանի որ վարագույրի դերը ինտերիերում բազմաֆունկցիոնալ է։ Մշակվել են տեքստիլի զանազան տարբերակներ, օրինակ լինում են ջերմակայուն, հրակայուն, ձայնամեկուսիչ տեքստիլներ, որոնք հիմնականում նախատեսված են հասարակական վայրերի համար, տարբեր խնդիրներ լուծելու նպատակով։ Հիմա խոսենք վարագույրի գունային լուծումների մասին։ Վարագույրը ինտերիերում կարող է լինել թե նեյտրալ, թե ակտիվ գույների։ Կարևոր է չմոռանալ, որ վարագույրը հանդիսանում է ընդհանուր կոմպոզիցիայի մի մասը։ Շատ կարևոր է նաև վարագույրի և սենյակում գտնվող այլ դեկորների համատեղումը։ Օրինակ, վարագույրի գույնը կամ նախշը կարող է շարունակվել սենյակում գտնվող այլ դեկորի մեջ։ Օրինակ, բարձի, գորգի, հատիկավոր աթոռի և այլ դեկորներում։ Այդ հնարքը ավելի կաշխուժացնի և կհետաքրքրացնի ձեր ինտերիերը։ Հյուրասենյակում վարագույրը կարող եք համադրել բազմոցի, գորգի կամ բարձի հետ։ Իսկ ննջարանում մահճակալի ծածկոցի, բարձի կամ հատիկավոր աթոռի հետ։ Բայց պարտադիր չէ վերոնշյալ բոլոր դեկորները օգտագործել։ Կարող եք ընտրել ընդամենը 3 դեկոր։ Վարագույրի գունային ճիշտ ընտրված լուծումների դեպքում նաև կարող եք վիզուալ մեծացնել սենյակը։ Այդ լուծումների թվին են պատկանում թեթև վարագույրները, որոնք կարող են լինել պատի հետ նույն գույնի։ Փոքր մակերեսով սենյակներում ցանկալի չէ ընտրել ծանր հաստ վարագույրներ։ Դա խլում է մեզանից թանկարժեք մակերես։ Վարագույրի կոնստրուկտիվ լուծումները։ Վարագույրը կարող է լինել բազմաշերտ։ Դա կախված է ձեր ընտրված ոճից։ Կարևոր է նաև վարագույրի ճիշտ գույնը և նախշը։ Դա նույնպես մեզ թելադրում է մեր կողմից ընտրված ոճը։ Բայց կա մեկ կարևոր դրույթ՝ ցանկալի է, որ վարագույրը սկսվի առաստաղից։ Նաև եթե կա հնարավորություն, լինի ներկառուցված։ Եվ ցանկալի է, որ վարագույրը լինի առաստաղից մինչև հատակ։ Դա ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև վիզուալ բարձրացնում է մեր առաստաղը, ինտերիերին հաղորդելով ճոխ տեսք։ Նաև նշեմ, եթե դուք ունեք պատուհան, որը տեղադրված է լայն պատի վրա, դուք կարող եք վարագույրը անել ամբողջ պատի երկայնքով, չֆիքսվելով պատուհանի չափերին։ Այդ ժամանակ հաստ վարագույրները կարող եք տանել պատերի հատված։ Դա վիզուալ կմեծացնի պատուհանը և չի փակի լույսի աղբյուրը։ Եվ մեկ հնարք ևս, եթե ձեր պատուհանները ձգվում են ամբողջ պատով և այդ պատը շատ երկար է, ապա հաստ վարագույրները կարելի է անել ոչ միայն ծայրերից, այլ նաև մեջտեղում։ Դա վիզուալ կնեղացնի ձեր պատուհանը։ Առաջին հայացքից թվում է, որ վարագույրի ընտրությունը հեշտ է, բայց դա այդպես չէ։ Վարագույրը ինտերիերին հաղորդում է վերջնական տեսք։ Եղեք տեղեկացված, ապրեք գեղեցիկ և հարմարավետ միջավայրում։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։